Արագածոտնի թեմակալ առաջնորդի օրհնությամբ Սուրբ Խաչի երևման տոնին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի բերվեց Քրիստոսի խաչափայտի սրբազան մասունքը։ Մատուցվեց ուխտի պատարագ։ Ավանդույթն անխախտ է արդեն 10 տարի։ Տոնական պատարագը մատուցեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Իզմիռլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես Աբեղաղ Թորգոմյանը։ Հայր Սուրբը ներկայացրեց օրվա խորհրդի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում։ Հայաստանի տարբեր վայրերից հավատացյալներ են միանում ապարանցիների ուխտին, գալիս են զորանալու սրբազան մասունքի օրհնությամբ։ Մեծ Հայքի Մոք նահանգի Ապարան գյուղից Սուրբ Մասունքը բերվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր վերջնական հանգրվանը գտել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գանձատանը։ Աստված խաչի վրա լուծեց մարդկանց փրկagortության խորհուրդը, որպես փրկagortության ծրագրի գերագույն առանցք ընտրեց խաչը։ Դրա համար Պողոս Արաքյալն ասում է Քավլիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչը, որովհետև աշխարհը խաչված ինձ համար, ես էլ աշխարհի համար։ Եվ այդ խաչի խորհուրդը պետք է քարոզվի, պատմվի սերնդեսերունդ։ Եվ այս առումով ուզեցինք, որպեսզի տոնի խորհուրդը երկրորդենք, տոնի խորհուրդը ավելի փառքով ու շոքով անցկացնենք։ Ես երբեք հույսս չեմ կտրել, որ մեր Աստված հենց այս մասունքի միջոցով բազում մասունքներից բացի նաև այս մասունք փրկություն է բերելու մեր հայոց աշխարհին, թե հոգևոր, թե մարմնավոր։ Հետավերադարձնելու մեր կորցրած եկեղեցիներն ու վանքերը, ես ամենից շատ դա եմ ուզում ինձ համար։ Այսօր ամենակարևորը, որ մեր Սուրբ Խաչի մասունքը ապարանում է։ Հայաստանի մասշտաբով եթե վերցնենք, բոլոր տեղն է շատ լավ ամեն ինչ, բայց մի տեսակ հավատի տեսակետից ապարանը մի քայլ երևի առաջ է։ Նոր կանգնած ես աղոթում էի, երբ որ ասեց Քրիստոս մեր մեջ հայտնվի, անկեղծ իմ մարմնի են ամբողջ մի մասը բոլորը սենց սարսուռի մեջ էր, ես մրսում էի մի այլ կարգի ու զգում եմ, որ Քրիստոս իրոք հայտնվում է քո մեջ ու դու պետքա հավատքով, երբ որ գալիս ես եկեղեցի, ուղղակի զուտ չպետք է գաս, կանգնես, մոտենաս հաղորդություն ստան, դու պետքա զգաս այդ ամեն մի բառը, տառը, շունչը, չգիտեմ, ես զգում եմ։ Տաճարը կառուցվել է 4-րդ դարում, տարածքը մինչև 10-րդ դար կոչվել է Քասախ, եկեղեցին Քասախի բազիլիկ։ Ապարան տեղանունն ու Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու անունը գրականություն է մտել 10-րդ դարից։ Իր հազարամյա պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս ավերվել է, բայց կանգուն է մնացել։ Խորհրդային տարիներին այստեղ խունկ չի վառվել, աղոթք չի հնչել։ Եկեղեցու վերազարթոնքը սկսվել է 90-ականներին, ապարանցիներն այն կապում են ճարտարապետ Էդուարդ Սարգսակ Ֆրանգուլյանի անվան հետ։ Ֆրանգուլյանը մեծ հավատքի բերեց ժողովրդին, այս հավատքը, որ ապարանում հիմա կա, հիմնական Ֆրանգուլյանի շնորհիվ է եղել։ Գալիս էին թեկուզ եկեղեցին գործող չէր, ստեղ աղոթներ էին անում, վերջ զորացրեց մի խոսքով։ Այս տարածքը այսպես չէր։ Մեջը բավականին հող կար, որովհետև ծածկը որ փլվել էր, ինքը կիսով չափ ծածկված էր, այս դռները մինչև հող էր, այդ հողը հանեց, լցեց բակը, ուրեմն ցանկապատեց գեղեցիկ սերուն, որ ազատվեր այս տարածքը, հետո ազատեց, մաքրեց մեր շնորհիվ, իր նվիրվածության շնորհիվ, որտեղ ինքը շատ նվիրված էր Աստծուն, կարելի ասում տրյալ էր։ Սուրբ Խաչը վերահսկվել է 2002 թվականի մայիսի 5-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Վերահսկումից հետո սրբավայրը կյանքի նոր փուլ է սկսել։ Քահանաների ու բարերարների շնորհիվ եկեղեցու հարակից տարածքը տարեցտարի բարեկարգ է դառնում։ Ապարանցիներն այսօր էլ նույն հոգացությամբ ու խնամքով են վերաբերվում սրբավայրին, օգնում են ով ինչով կարող է։ Եկեղեցում այսօր մեծ թվով դպրած դաս կա, 35 դպիր է ծառայում ու օգնում ոչ միայն Տերմուշային, այլև թեմի մյուս հոգևորականներին։ Տեղացիները հիշում են, կար ժամանակ, երբ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին քահանա չուներ, այցելու քահանաներն ամիսը 1 կամ 2 անգամ արարողություններ էին անցկացնում։ Այսօր պատկերն այլ է։ Այսօր Ապարանը արդեն այնքան հոգևորականներ է տվել ի շնորհիվ իր հավատավոր զավակների այդպես դպրած դասերը, որոնք աճեցին հավատարմությամբ ու մայրաթոր գնալով
ճեմարանում սովորելով եւ իրենց նվիրումը քանայագործության մեջ նաեւ բերելով, այսօր շատ քահանաներ ունենք, որ Հայաստանից դուրս են, որ ծառայություն են բերում Գերմանիայում, Ռումինիայում, Հնդկաստանում եւ հիմա նաեւ Հայաստանի բոլոր տեղերում մենք ունենք ապարանցի հոգևորականներ, որոնք իրենց ծառայություն են բերել եւ իրենք ժամանակին եղել են այսօրվա դպրաց դասի ավագ սերունդը։ Եկեղեցուն կից գործող լույս մանկանց ծրագրի շնորհիվ երեխաների համար գործում են քրիստոնեական դաստիարակության խմբակներ։ Ակտիվ է երիտասարդաց միությունը։ Դասընթացներն ու Աստվածաշնչի սերտողությունն ի դեպ երիտասարդներն անցկացնում են այն գրասենյակում, որտեղ ժամանակին ապրել է լուսահոգի Էդուարդ Սարգսակ Ֆրանգուլյանի հորաքույրը։ Կյանքից հեռանալուց առաջ նա իր բնակարանը կտակել է եկեղեցուն ի հիշատակ եղբորորդու։ Պատարագից հետո անդաստանի կարգ կատարվեց։ Տերհայրն օրնեց երկրի 4 ծագերը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում է մինչև երեկո, հնարավորություն ընձեռելով բոլորին հաղորդվելու մասունքից բխող զորությանը։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։